Հանրապետությունի հաստատույթ է շրջանառում ձեր ստորագրությամբ, որ դիմել եք Երևանի քաղաքապետին երիտասարդական կայարանի մետրոյի անվանակոչել Ավետիք Իսահակյանի անունով, ախր ասել ճիշտ է, թե չէ, իրականության համապատասխանում է այդ հաստատույթը եւ նպատակը որն է։ Գիտեք, այս տարի լրանում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակը, ձևավորված է հոբելյանական հանձնաժողով, որում ներգրաված են մեր տարբեր նաև անվանի մտավորականներ, ինչպես նաև ընտանիքի անդամներ, այդ թվում Իսահակյանի թոռը, եւ հանձնաժողովի քննարկման ժամանակ իրենց կողմից առաջարկ բարձրացվեց, որ գուցե հաշվի առնելով, որ հարևանությամբ էլ Իսահակյանի արձանն է տեղադրված, եւ հոբելյանական տարին հաշվի առնելով գուցե ուրեմն քաղաքապետարանը հարցը քննարկվի։ Հանձնաժողովում այդ առաջարկը բարձրացվել է եւ ըստ սահմանված ընթացակարգի առաջարկը ներկայացվել է քաղաքապետարանին, կարծում եմ, որ դա ավագանու որոշման տիրույթում է եւ իհարկե քանի որ տարածքը ունի պատմություն եւ այդ անվանումն էլ կապ ունի պատմության հետ, կարծում եմ, որ ավելի ամբողջական հարցը կդիտարկեն, բայց առաջարկ է հնչել եւ բնականաբար առաջարկը պետք է ներկայացվի համապատասխան քննարկման, բայց միևնույն ժամանակ մենք քաղաքապետարանին առաջարկ ենք ներկայացրել, որպեսզի արձանը դառնա ավելի տեսանելի, որովհետև դրա շուրջը հիմա տարբեր նաև գործունեություններ են զարգացել եւ արձանը կարծես ստվերվել է եւ հիմա մենք նաև սպասում ենք, որ քաղաքապետարանի գործընկերները ընդհանուր առմամբ Իսահակյանի արձանը ավելի տեսանելի դարձնելու ուղղությամբ որոշակի քայլեր կձեռնարկեն։ Երիտասարդական բառերի կոլորիտային Ես հենց այդ տեսանկյունից իմ պատասխանում էլ հնչեցրեցի, որ տարածքը պատմություն ունի, այդ թվում նաև անվանումը, եւ կարծում եմ ճիշտ կլինի, իհարկե առաջարկը հնչել է եւ դա նշանակում է, որ պետք է հանձնաժողովում հնչած առաջարկը ներկայացնել քննարկման, բայց կարծում եմ, որ դա ավելի մանրամասն պիտի քննարկվի։